Բարի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք բարի ոլորտից, իսկ իմ հյուրը Պարուսույց Էրիկ Քոչարյանն է։ Բարև ձեզ, շնորհակալ ենք շատ հրավերն ընդունելու համար։ Ձեզ ենք շնորհակալ։ Ամենասկզբից սկսենք, ապրիլի 29-ին նշվեց Բարի միջազգային օրը հերթական անգամ, նախ ինչպես Կապանում նշվեց օրը, նշանավորվեց այսպես ասած, եւ առհասարակ եթե ընդհանրացնելու լինենք պարը ինչ է, արվեստ է, մարզաձև է, ինչ է առհասարակ ձեզ համար նախ եւ ընդհանրապես որպես գյուղ, որպես լայնորեն տարածված աշխարհում այսպես ընդունված միջոց մարդկանց ուրախացնելու։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ապրիլի 29-ին Կապանի մշակույթի կենտրոնի պարահրապարակը վերածվեց մի ամբողջ տոնախմբության, Կապանի բոլոր գործող համույթները եւ նաեւ Քաջարան համայնքի մի քանի համույթներ մասնակցություն ունեցան Բարի միջազգային օրվան, շատ գեղեցիկ տոնական պարային հրավառություններ, տարբեր տարիքային, տարբեր ոճերի համարներ ներկայացվեցին եւ ամենակարևորը վերջում միասնական շուրջպարով ամփոփեցինք օրը։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ է պարը դա մի ամբողջ աշխարհ է եւ ինձ համար եւ կարծում եմ բոլոր պարողների համար, որովհետեւ բարի լեզվով կարողանում ես հաղորդակցվել տարբեր ազգերի, տարբեր ժողովուրդների, անգամ չիմանալով լեզուն դու բարով կարողանում ես արտահայտել քո սերը, հարգանքը, խաղաղությունը, մարդկությունը, հոգիդ եւ այդ ամենը ոչ միայն իմ, այլ բոլոր պարողների եւ պարուսույցների համար կարծես թե ամենամեծ ձեռքբերումն է, որ մեզ ի վերուս տրված է։ Շատերի համար այն պարզապես հոբի է, նախասիրություն է, շատերի համար պարզապես զբաղմունք կարելի է համարել, շատերի համար գուցե գումար աշխատելու տարբերակ։ Առհասարակ մեր հայկական հասարակության մեջ հետաքրությունը բարի հանդեպ ինչպես կգնահատեք, որքանով որ ես եմ տեղյակ, բոլորը շատերն են այսպես սիրում բարել, բայց գալիս է հասնում է մի տարիք, որ այդ տարիքից հետո արդեն եւ ոչ հոբի է լինում, ոչ զբաղմունք է լինում, ինչն է պատճառը լինում, գուցե մտածում են, որ պետք չէ հանրության առաջ մեծանում են մանավանդ աղջիկները, տղաները ամաչում են, աղջիկների ծնողները գուցե չեն թողնում, ի վերջո ինչ չլինի, կարծրատիպերը դեռևս շարունակում են պահպանվել մեր հանրության մեջ։ Դուք տարիների ընթացքում ինչպիսի փոփոխություն եք նկատում մտածելակերպի առումով։ Ասեմ, արդեն 3 տասնամյակ եւ ավելի ունեմ խումբ բարայի Եվ ամեն 10 տարի մեկ սերնդափոխության ժամանակ զգացվում է փոփոխություն, այն ժամանակ համացանցը չկար եւ բոլորի համար շատ հետաքրքիր էր այդ ամենը եւ համերգները եւ բարի խումբ հաճախելը, իսկ հիմա արդեն երբ որ համացանցը արդեն այսքան տարածվեց, հիմա դուք էլ տեսնում եք թե ինչ է կատարվում համացանցում, ապարում են ինքնուրույն իրար Թրենդներ են անում, բլոգներ են անում, TikTok-ով այդպես զբաղվում են ու չեն մտածում, որ կարելի է գնալ եւ իսկական մասնագիտական փորձ ձեռք բերել եւ պարզապես ապարել պարային համույթներում ներկայացնել ազգայինը, ժողովրդականը, միգուցե նաեւ տարբեր ազգերի պարերը ճիշտ սովորել, այլ ոչ միայն TikTok-յան մի քանի վայրկյանանոց այդպես պարային շարժումներ ուսումնասիրել։ Փոխվել են տարիները եւ հիմա ճիշտ եք ասում տարիքի հետ աղջիկները եւ տղաները, երբ որ արդեն մի փոքր հասունանում են, թե ամանչում են, թե արդեն նրանց ուրիշ ձգտում է, էլ պարը դառնում է ուղղակի հոբի, ոչ մասնագիտություն, բայց նաեւ ունենք շատ տաղանդավոր աղջիկներ, ովքեր շարունակում են ու փորձում են իրենց ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում, այնուհետև ձեռք բերել մանկավարժ պարուսույցի մասնագիտություն, վերադառնալ, բացել խմբեր եւ շարունակել։ Իսկ ինչ վերաբերում է տղաներին, դա ոչ միայն Կապանում, այլ ամբողջ Հայաստանում ամենամեծ խնդիրն է ու եթե ուշադիր հետևեք բոլոր պարախմբերին, բոլորի մոտ այդ խնդիրը կա, իսկ Կապանում առավել եւս, որովհետեւ մեր տղաները երևի թե 10 տարեկանից 11 տարեկանից հետո այլևս չեն ուզում ապարել, չնայած Փառք Աստծո մեր ժողովրդական խմբերում դեռ տղաները շարունակում են ապարել, բայց ժամանակակից ոճի մեջ տղաները այլևս իրենց չեն տեսնում։ Ի վերջո չմոռանանք, որ բարի հաճախելը նաև սա մշակույթ է ձևավորում, մեկը մյուսին նայելը, սինխրոն ապարելը, այս ամեն ինչը նաև ուսուցում է, ոչ թե պարզապես զբաղմունք, երևի թե ծնողները պետք է դրան էլ ուշադրություն դարձնեն եւ չեմ կարծում, որ բլոգ վարելը կամ, չգիտեմ, TikTok-ում հոլովակ անելը դա նշանակում է, որ քո երեխան վերջ արդեն պրոֆեսիոնալ կարող է, երևի շատերի մոտ նաև այդ կարծրատիպն է սկսում ձևավորվել, որը պետք է կոտրել իմ կարծիքով։ Հիմա ծնողներ կան, որ
պարզապես իրենց ցանկությամբ ուզում են որ երեխան πάρի, բայց այդպես չի, պետք է երեխայի մեջ է լինի այդ ցանկությունը եւ ջիղը լինի անպայման։ Եթե բերում են երեխային ու ստիպում են որ անպայման պետք է πάρի, միգուցե երեխան ուրիշ սպորտաձևով կամ մարզաձևով, չգիտեմ, կամ արվեստի ուրիշ ճյուղով ավելի լավ կզարգանա, քան պարով, բայց չէ, մաման պատկերացնում է որ իր աղջիկը պետքա լավ պարուհի լինի ու բերում է պարի։ Ու դա ժամանակի ընթացքում արդեն ակնհայտ է դառնում, այլևս մենք ենք ասում, որ իմաստ չունի իզուր երեխային տանջել, պարզապես թող զբաղվի մեկ այլ ուրիշ գործով կամ չգիտեմ սիրած զբաղմունքով։ Գուցե ծնողներին էլ կարելի է հասկանալ, իրենք դեռ չգիտեն երեխան փոքր է ինչ ընդունակություններ ունի եւ ամեն դեպքում փորձելը չի խանգարում եւ գուցեև անհրաժեշտ է թաքնված տաղանդները այդպես ավելի հեշտ կբացահայտվեն կամ հակառակը գուցե ձեր ուղղորդմամբ նաեւ դուք ուղղորդեք ասեք որ ձեր երեխան ոչ թե պարի մեջ կարող է դրսևորել, այլ օրինակ չգիտեմ գիմնաստիկայում։ Ես էլ բացի պարուսուց լինելուց նաեւ հայր եմ ու ես էլ միշտ մտածել եմ որ իմ աղջիկը պետք է պարի, որովհետև շատ գեղեցիկ է երբ քո զավակը պարում է ու դու հիանում ես ու այդպես բոլոր ծնողներն են, բոլորն ցանկանում են որպեսզի իրենց երեխաները թե տոնախմբություններին, թե առիթներին, թե պարզապես բեմում պարեն եւ դա կարծում եմ ծնողի համար ամենամեծ ուրախությունն ու երջանկությունն է, բայց ոչ բոլոր երեխաներն են որ կարող են եւ պետք չի այդ երեխաներին պարզապես ստիպել որպեսզի դու լավ պարես կամ պարիր կամ դու առաջին շարքում կանգնիր որ մենք քեզ տեսնենք հիանանք, դա այդ խնդիրները բոլոր խմբերում էլ կան։ Ամեն դեպքում երեխաները արդեն կամաց օրերի, ամիսների, տարիների ընթացքում բացահայտվում են եւ լավագույնները շարունակում են իրենց գործունեությունը։ Հայաստանում առհասարակ որքանով է պարով զբաղվելը, եթե ճակերտավոր ասեմ զերոդու։ Ի վերջո չմոռանանք, որ նաև եթե մարդը դա դարձնում է աշխատանք, պետք է եկամուտ ունենա, եկամուտ կարողանա ապահովել դրանով։ Համաշխարհային այսպես արվեստում գիտենք, որ մի շարք երկրներում այն բավականին այսպես եկամտաբեր աշխատանք է, եթե այսպես ձևակերպելու լինենք, չնայած արվեստի դեպքում մի քիչ դժվար է ասել աշխատանք, բայց այնուամենայնիվ մեզ մոտ պատկերը ինչպիսին է։ Դուք ասեցիք աշխարհում տարբեր է, տարբեր երկրներում տարբեր ձև է ընկալվում եւ կապված աշխատանքի գործունեության եւ գումար վաստակելու հետ։ Միշտ չէ որ օրինակ մեր դեպքում այդքան մենք գումարի համար չենք անում այդ ամենը, որովհետեւ գումար երևի թե կվաստակենք մեկ այլ ուրիշ միջոցով, բայց ցանկանում ենք որպեսզի մեր ստեղծածը, մեր պարային խմբերը միշտ ունենան որոշակի հաջողություններ, կարողանանք տալ այն ինչ որ Աստված է մեզ տվել, կարողանանք միշտ լինել շարժի մեջ եւ գումար վաստակելու հետ կապված հիմա տրենդային են հարսանեկան պարերը եւ այդպես են փորձում որոշակի կողմով աշխատել, որովհետեւ եթե չունես հովանավոր, ամենը արդեն անում ես ինքդ, իսկ դրա համար գումար է հարկավոր, այնտեղ հագուստների ձևավորում է, այնտեղ կան տարբեր աքսեսուարներ, որ պետք է ձեռք բերել եւ այդ ամենը կապված է ֆինանսների հետ եւ այդ է պատճառը, որ մենք փորձում ենք նաեւ որոշակի միջոցառումներին ներկայանալ վճարով, որպեսզի կարողանանք այդ հարցերն լուծել։ Իսկ առհասարակ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցություն փորձում եք ստեղծել, ի վերջո նաև այդ տարբերակով։ Լինում են տարբերակներ, այս վերջերս էլ բավականին արագ են գալիս կապան համերգների մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները, բայց այնտեղ չգիտեմ, մենք չենք մասնակցում, բայց գիտեմ, որ կա տենց ինչ որ բան կապված փոխշահավետ համագործակցության հետ իհարկե մենք չէ, բայց ժամանակին մասնակցել ենք ու շատ տարիներ, եթե վերադառնանք տարիներ առաջ 10, 15, 20 միշտ էլ եղել է համագործակցությունը հայ շոու բիզնեսի երգիչ-երգչուհիների հետ այն ժամանակ այդքան ֆինանսականի չի եղել, այն ժամանակ ավելի հաճույք է եղել աստղերի հետ բեմում պարելը, նրանց հետ միասին համերգ անելը, իսկ հիմա այդ ամենը վերածվել է փոխշահավետ բիզնեսի։ Այո, շոու բիզնես է դարձել շոուն, այսպես եթե ձևակերպելու լինենք։ Խոսեցինք հագուստից, աքսեսուարներից, երևի թե թիվ 1 խնդիրներից մեկը նաև խմբերի դա է։ Թիվ 1-ը։ Այո, ինչպես են կարողանում ապահովել այդ գեղեցիկ համազգեստը բեմում շատ ներկայանալի տեսք ունենալու համար, աքսեսուարներ
ճանապարհները ժողովրդական բարել կլինեն դրանք, թե ժամանակակից կլինեն, բոլորի համար էլ հագուստ միատեսակ պետք է եւ գեղեցիկ հագուստ է պետք, իսկ գեղեցկությունը բնականաբար գին ունի այս դեպքում։ Այո, բարի այդ բարային համարի զգալի մասը նաեւ ոչ միայն լավ բարելն է, այլ նաեւ հագուստն է, որ ձևավորում ու տպավորիչ է դարձնում բարը։ Այո, լավ հարց տվեցիք, շորերի հարցը դա շատ այսպես ամենա ծավալուն թեման է մեր բոլոր պարուսույցների եւ բարային խմբերի համար։ Քանի որ այսօր մեծ մասը խմբերի ինքնուրույն են եւ չգիտեմ, միգուցե նաեւ կլինեն խմբեր, ովքեր ունեն հովանավորներ, իսկ ովքեր չունեն, կարծում եմ դա մեծ մասը ծնողներն են անում, հագուստների կարելն է, այդ աքսեսուարների ձեռք բերելը, բայց նաեւ կան պետական խմբեր, օրինակ մենք էլ միշտ ստանում ենք աջակցություն Կապանի համայնքապետի կողմից եւ երբ դիմում ենք, օրինակ շատ դժվար է հիմա տարազներ կարելը, քանի որ տարազի արժեքը եւ բարձր է, ու մասնագետներ պետք է կարեն, իսկ դա կարվում է արդեն մայրաքաղաք Երևանում, խնդրում ենք, ներկայացնում ենք մեզ քանի հագուստ է պետք, ինչի համար է պետք, ինչ բարի համար է պետք եւ ավելի շատ տարազների առումով, թե չէ ժամանակակից ոճի մեջ մենք այստեղ ունենք լավ մասնագետներ, նրանք կարողանում են դիզայներական իրենց լուծումներով շատ գեղեցիկ հագուստներ կարել։ Ոլորտում մրցակցությանը ինչպես եք դիմանում, որովհետև քիչ չեն խմբերը, ամեն մեկը իր ոճով, յուրահատուկ մոտեցումով, բայց այստեղ առողջ մրցակցություն կարելի ասել արդեն ձևավորվել է եւ ինչպես եք կարողանում առողջ մրցակցությանը դիմանալ եւ որոնք են այն կարևոր քայլերը, որոնք պետք է անենք միշտ այսպես առաջին դիրքերում լինելու համար։ Պահանջված լինելու։ Ճիշտն ասած արդեն երկար տարիներ չենք էլ ձգտում առաջի դիրքերում լինելու համար, որովհետև արդեն խմբի անունը եւ այս 30 տարիներ եւ ավելի փորձ եւ գործունեությունը ցույց է տալիս, որ հասել ենք, բայց չենք դոփում տեղում, շարունակում ենք ու շատ լավ է, որ մրցակցություն կար, այն ժամանակ շատ քիչ էին, բայց տարիների ընթացքում եւ մերսաները եւ տարբեր պարուհիներ փորձեցին իրենք էլ առանձնանալ եւ ստեղծել իրենց պարախմբերը։ Շատ լավ է, որ մի մասը բարձրագույն ուսումնական հաստատությունում ձեռք է բերել էլ ավելի ճիշտ մանկավարժ պարուսույցի մասնագիտություն եւ այնուհետեւ վերադարձել բացել խմբեր, բայց կան մասնագետներ, ովքեր դեռ ոչ, բայց կարծում եմ ապագայում կփորձեն, որովհետեւ ուսումը նրանց շատ պետք կգա իրենց հետագա տարիների խումբը էլ ավելի ուժեղ դարձնելու, ավելի պրոֆեսիոնալ դարձնելու համար։ Մրցակցությունը շատ լավ է, որ կա տարբեր խմբեր, տարբեր ոճերում եւ դա հենց Պարի միջազգային օրն էլ զգացվեց, թե հագուստներով, թե պարային կատարումներով, այդ լավ է, որ կա։ Այո, տարբերությունը յուրահատուկ է զգացվում է եւ ուրախ եմ, որ Կապանի մեր նամանավանդ պարուհիները այսքան շատ սիրում են պարել։ Կապանում բավականին խմբեր կա ու ողջունելի է, ապրեք երեխեք, շարունակեք պարել, շարունակեք ուրախանալ, ուրախացնել ձեր ծնողներին եւ մեր հանրությանը ու շատ լավ կլինի, որ պարեք դեռ երկար տարիներ, այլ ոչ մինչև 12-13 տարեկանը, այնուհետև զբաղվել ձեր նախընտրած մասնագիտությամբ։ Մեր խնդիրներից նաև կարող ենք համարել տարբեր մրցաշարերի մասնակցության հնարավորությունը, որովհետև այսօր բաց է աշխարհը այդ ամեն ինչի համար, շատ հանգիստ կարելի է հայտ ներկայացնել տարբեր երկրներում մասնակցել տարբեր փառատոների, մրցաշարերի, բայց դրա համար էլ էլի միջոցներ են հարկավոր։ Այս առումով էլ ինչպեսի պատկեր ունենք։ Արմեն ջան, ուրեմն առաջ փառատոները լինում էին 1 կամ 2 տարիներ առաջ։ Իսկ հիմա այնքան շատ է փառատոները, այնքան շատ են փառատոները, որ պարզապես ամսվա մեջ կարող է 5 փառատոն լինել հենց մայրաքաղաքում, տարբեր թատրոններում կամ բեմերում։ Մենք էլ ստանում ենք տարբեր տեղերից զանգում են, հրավերներ է գալիս, այս ինչ փառատոն, այն ինչ փառատոն։ Հա, լավ է, փառատոնը երեխաներին տանում ենք, մասնակցում են, ուրախանում են, միգուցե տեղ են շահում կամ պարզապես մասնակցում են փառատոնի պատվոգրեր են ստանում, բայց փառատոնն էլ կցանկանայի, որ ունենար իր շատ մեծ արժեքը եւ այդ փառատոնն էլ ունենար ձգտում, որպեսզի մեկ անգամից չէ, փորձես հասնել այդ փառատոնին գնալ, գոնե մասնակցել, դժվար հասանելի։ Հիմա նաև մենք մասնակցեցինք ամիսներ առաջ, գրավեցինք առաջին տեղ ողջավորված դիպլոմներով, պարգևներով, մեդալներով վերադարձանք
Ստացանք հրավեր Իտալիայից, Բուլղարիայից, բայց նենց արժեքները, որ չես կարող գնալ, որովհետև այդ ամենը դու պետք է անես, իսկ Երևանում ցանկացած փառատոնի մասնակցելը այսօր դարձել է ամենահեշտ, ամենահասանելի բանը։ Ուղղակի մի փոքր հովանավորություն, երեխաներին տանես այնտեղ, 2 օր պահես, մասնակցես, հետ գաս, շատ լավ է։ Հովանավորություն եւ պատասխանատվություն։ Պատասխանատվություն եւ դե հիմա նաեւ Վրաստանում են շատ կազմակերպում այդպիսի մրցույթներ, միգուցե փորձեն Վրաստան տանել ավելի մաչելի տարբերակով։ Բայց դուրս գնալը այնուամենայնիվ կայուն հովանավոր է պետք։ Ես այսպես հասկացա, որ ցանկացած խմբի կայուն զարգացման եւ գործունեության համար կայուն հովանավոր է։ Լավ հովանավոր է պետք։ Դե այ կայուն նկատի ունեմ, որ այսպես պարտադիր ամեն ինչով չեմ փորձել ես հովանավորներ գտնել, որովհետեւ չգիտեմ, միգուցե մտածում եմ, որ եթե շատ լուրջ ինչ որ բան լիներ, դրա համար արժե։ Բայց եթե պետք է գնանք ուղղակի մասնակցենք միջազգային փառատոնի եւ էլի դիպլոմները եւ մեդալները վերցրած ստապտալով հետ գանք, չէ, բայց եթե լուրջ, ուրեմն պետք է լուրջ պատրաստվել, պետք է լուրջ հագուստներ ունենալ, այո, լուրջ պարապել, ավելի լուրջ, որովհետեւ արտասահմանի խմբեր, եթե նայում եք, ավելի լուրջ, այնտեղ ավելի զարգացած։ Դե այնտեղ մասնագիտություն է, ոչ թե նախասիրություն։ Մեր դեպքում երևի շատերի համար դա նախասիրություն կարելի է համարել։ Ամեն դեպքում ինձ մոտ տպավորությունը այդպեսին է, ես այդպես կարող եմ նկարագրել։ Ոլորտում այլ ինչ խնդիրներ կան, որոնց այսպես հաճախակի եք բախվում։ Երևի բարը միակ արվեստի ընճուղն է, որ այդքան շատ խնդիրներ չի ունենում։ Խնդիրը, ասեցի, դա հագուստների հետ կապված է։ Եթե ու մեկ էլ հա տղաների հետ կապված որ մեկ էլ լավ միտք ունենալ, լավ բարեր տալ։ Դե լավ միտքը այն դեպքում է գալիս, երբ որ դու ունենում ես լավ տաղանդավոր պարողներ, դու կարողանում ես միտքդ ավելի զարգացնել, ավելի հետաքրքիր բաներ դնել, բայց եթե պարողներդ ավելի սահմանափակ են, դու չես կարող այդ ամենը այն քո երազանքը, այն ինչ որ դու պատկերացնում ես, մտածում ես, որ կարելի է թռիչքներով, հատուկ պլաստիկ շարժումներով եւ ակրոբատիկ շարժումներով ինչ որ շոուներ ստանալ, չես կարող, որովհետեւ մեր հայ աղջիկները դրան պատրաստ չեն կամ չեն ուզում կամ չգիտեմ, միգուցե նաև մեր պարուհիները պետք է գնան գեղարվեստի մանրամարզություն էլ, որպեսզի կարողանան զուգահեռ ինչ որ մարզաձևով պետք է հետաքրքրվեն։ Քանի որ ես գեղարվեստական մանրամարզության մասնագետ չեմ, ես չեմ կարող այդ ակրոբատիկ այդ բաները անել, բայց եթե մենք ունենայինք նաև այդպիսի մասնագետ, ով կաշխատեր զուգահեռ եւ դասականի եւ ազգայինի եւ այդ ամենի հետ, կարող է ստանալ մի հրաշալի բեմադրություն կամ, չգիտեմ, լավ բեմադրություններ ստեղծել ու ներկայացնել։ Իսկ հիմա այսօր մենք այսպես բավարարվում ենք այն, ինչ որ ունենք։ Ժողովրդագրական, ազգագրական, թե ժամանակակից նախապատվությունը ներկայացնելուն դե որ ձևերին է տալիս։ Քանի որ իմ խումբը ժամանակակից է, բայց ես արդեն 15 տարուց ավելի փորձել եմ մեր հայկական ազգայինը մտցնել ու մի փոքր ավելի ժամանակակից հայկական դարձնել։ Անկամ այս վերջերս որ փառատոնին առաջի տեղ գրավեցինք, մենք ոճավորված հայկական ժողովրդական պարում գրավեցինք եւ դա մի փոքր տարբերվում է ժողովրդական պարից, բայց շատ մոտ է, որովհետեւ ինչպես ասեցի, թրենդային հիմա շատ սիրում են, չէ, խմբերով կանգնում են, թրենդային շարժումներ են անում, պարում են ու փորձեցինք մենք էլ այդ ոճի մեջ, բայց կա որոշակի երեխաների պարողներ, ովքեր շատ սիրում են մեր հայկականը, բայց զգում եմ, որ մեծ մասը ավելի շատ ժամանակակից են սիրում, դե դա երևի ժամանակի հետ կապված է եւ համացանցը ինչ թելադրում են, նրանք ինչ տեսնում են, էթել ուզում են այդ, բայց լավ կլիներ, որ շարունակեն մեր ազգայինը միշտ պահելով եւ ժողովրդական պարը եւ ազգային պարը, թող ձեռքի հետ էլ նաեւ ժամանակակից պարով զբաղվեն։ Ամեն դեպքում կարծում եմ, որ մի խումբը պետք է ինքն իր ուղղությունը ունենա եւ մի խումբը չի կարող բոլորը լավ անել, որտեղ այստեղ պրոֆեսիոնալ մոտեցման կարիք կա, մանավանդ ժողովրդական ազգագրականը սա հատուկ մոտեցում է։ Կապանում մենք ունենք մշակույթի կենտրոնում, ունենք ժողովրդական ազգային ժողովրդական պարի խումբ ունենք, որ միակ ուղղությունը, всё, չկա էլ ուրիշ ուղղություն։ Իսկ մնացած խմբերը փորձում են բոլոր ուղղությունները պահել, որովհետեւ Եվ նպատակը նաև նա որ հետաքրությունը չմարի։ Չմարի, այսինքն մի ոճի մեջ չլինեն եւ ինչպես ես, այնպես էլ բոլոր գրեթե բոլոր խմբերը
բոլորն էլ ունեն եւ ժամանակակից պար, եւ հայկական ժողովրդական, եւ տարբեր ազգերի բնորոշ պարեր, որտեղ կան վրացական պարեր, հնդկական պարեր, տարբեր պարեր։ Վերջում ասվածին ինչ կավելացնեք։ Շնորհակալություն ձեզ, որ հրավիրեցիք։ Վերջում Պարենք, ուրախացնենք։ Այո, Գուցե դարձնենք գեղեցիկ կազմվածք ունենալու եւ ոչ միայն գեղեցիկ, ձևերից մեկը։ Հիմա որ տեսնում են, ասում են որ տարիք սա օրինակ ասում են ոնց ասում հա բախ ջայլ ես երում ասում որովհետեւ ապարում ես եւ եթե ապարում ես ուրեմն հոգիդ էլ է ապարում մարմինդ էլ է ապարում առողջ ես ու ապարը մարդուն եւ գեղեցկացնում է եւ պահում է առողջ եւ ամենակարևորը երիտասարդ ապարեք շատ ապարեք թե բեմում ապարեք թե առիթներին ապարեք տանը ապարեք բոլոր տեղերում, որովհետև պարով դուք կապրեք։ Շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։ Կարևոր մասին հաղորդաշարներ եթերում այսօր մենք խոսեցինք պարարվեստի գաղտնիքներից, իսկ իմ հյուրը պարուսուց Էրիկ Քոչարյանն էր։ Հաջողություն։